Բարև երկիրը շարունակում է իր տոնական ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, մեր գեղեցկուհիներին ճանապարհեցինք, հասկացանք, թե որքան բարձր է նրանց տրամադրությունը հատկապես այսօր, բայց հետաքրքիր է, թե մեր քաղաքում ինչ է կատարվում եւ մեր համակարգացի կանայք եւ տղամարդիկ ինչպես են այսօր պատրաստվում նշել իրենց տոնը, արդյոք արդեն նվերները գնել են Եվ այսպես շարունակ չեմ ուզում շատ փակագծեր բացել, մեր գործընկերուհի Սոնյա Շագաևան Երևանում զբոսնել է եւ խոսել մեր համակարգացիների հետ, տեղափոխվենք եւ դիտենք։ Գարունն այսօր ավելի պայծառ է, արևն ավելի ջերմ, իսկ օդում մի աննկատ նրբություն կա, որն իր հետ բերում է կանանց տոնը։ Մարտի 8-ը օրացիային նշում չէ, այլ մի օր, որ իր հետ բերում է սեր եւ երջանկություն։ Իսկ դուք ինչ նվեր եք պատրաստել ձեր տիկնոջը։ 101 կաթ հոլանդական վարդեր։ Նվեր սպասում եմ աղջկանիցս, տեղա տղաս Ռուսաստանում կզանգի ինչ-որ սյուրպրիզ կանի ինձ։ Իհարկե ամեն տարի որպես հայտաղամարտ պատրաստվում եմ մարտի 8-ին եւ գումարի սահմանը միջին աշխատավարձի սահմաններում։ Ինձ համար մարտի 8-ը ինչ որ կլառած ցետկինի անվան հետ է կապված։ Ես ընդունում եմ բանեն մի ամիս առաջվա 7-ը, ես մի ամսակ է չեք Չեմ պատրաստվել, ոչ չեմ պատրաստվում նվերին։ Ես իմ պարավս ենք, իմ երեխեքս ադուստ են։ Իհարկե պատրաստվել եմ, դի շնորհեմ կանանց տոնը, նվերը թող լինի իմ գաղտնիքը։ Իրականում նվերել չեմ սպասում, որովհետև տարվա մեջ անդադ ստանում եմ։ Կարճ պատասխանեմ, շնորհավորեմ Մարության եւ գեղեցկության տոնը։ Մեծ բաներ չեմ սպասում, որ ասենք ինչ-որ մեկը նվեր կտա կամ ինչ-որ բան արձագանք լինի մարտի 8-ի կապակցությամբ, սովորական։ Իսկ ինչ կմաղթեք մեր հայ կանանց։ Մի ժպտան, առողջ ու երջանիկ լինեն, մեր կողքին լինեն, առանց իրանց անհնար է կյանքը պատկերացնել։ Ամենակարևորը առողջություն, որ երեխեքին մեզ տեր կայնեն, որտեվ կանանցից շատ բան է կախված։ Մեր լավ լինելու մեջ շատ բան է կախված կանանցից։ Ինչ կմաղթեք մեր հայ կանանց։ Մեր հայ կանանց կմաղթեմ մի քիչ ավելի բարեխիղճ լինեն, ընդամենը։ Խաղաղություն երկրին։ Մոր հայ մոր աչքից թող արցում չկա դա։ Որ խաղաղություն լինի մնացածը ժպիտներ կլինի արդեն անպայման։ Երիտասարդ աղջիկներին, որոնք մայրանալու են, կարողանան լավ երեխաներ դաստիարակեն, ճիշտ հայեր դաստիարակեն, ճիշտ քաղաքացի դաստիարակեն եւ այդպես որ որակը բարձրանա մեր։ Եթե երիտասարդը ցանկանում է ամուսնություն, առողջություն։ Полегче проблем и мужчин, которые радуют. Կանանց ցանկանում եմ աշխարհի ամենալավ բաները՝ երջանկություն, սեր, գեղեցկություն եւ ինչ նպատակ ունեն, թող իրանց կյանքում իրականանա։ Թող ամեն օրը լինի սիրո եւ հարգանքի օր, ոչ թե խոսքերով, այլ գործողություններով։ Սոնյա Շագաևա, Ալբերտ Մկրտչյան, Բարև երկիր։